Հարգելի պարոն փոխվարչապետ, հարգելի նախարարներ, պարոն մարզպետ, համայնքի ղեկավար, հարգելի ներկաներ, սիրելի աշակերտներ, ուսուցիչներ, շնորհավորում եմ բոլորիս այս Հոյակեր դպրոցի բացման առիթով, իհարկե այսօր բացումը չէ, այսօր եկել ենք մենք ձեզ շնորհավորելու բացման առիթով եւ ուրախ ենք արձանագրել, որ դուք ձեր ուսումնառությունը շարունակում եք այս դպրոցում։ Ընդհանրապես ինչքան մենք ավելի համապարփակ ենք հասկանում մեր երկրի խնդիրները, այնքան ավելի ենք համոզվում, որ մեր բոլոր խնդիրների բոլոր լուծումները կրթության մեջ են եւ կրթության ոլորտում են։ Եվ նաեւ պիտի ասեմ, ելի առիթ եմ ունեցել ասելու, որ դպրոցաշինությունն է մեզ համար կրթական գործընթաց է։ Եվ իհարկե, երբ ես հիշում եմ, թե որտեղ ենք այս առումով եւ ուր ենք հասել հիմա, մենք հսկայական ճանապարհ ենք անցել սովորելու ինչ պետք է անի կառավարությունը իր մասով եւ գործադիր իշխանությունը դպրոցաշինությունում ավելի լավ արդյունքներ արձանագրելու համար, բայց նաեւ մենք պետք է ինքներս մեր նկատմամբ ունեցած պահանջները ավելի խստացնենք, ավելի համապարփակ դարձնենք։ Մենք քայլելիս տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենին ասում էի, որ մենք արդեն պետք է նաև դետալների վրա առավել մեծ ուշադրություն դարձնենք, ամեն անկյունը, ամեն մեխը, ամեն բռնակը, ամեն գույնը, ամեն պատը, որովհետև դա շատ կարևոր է։ Մենք այսօր այս դպրոցը կառուցում ենք, բացվել է, աշխատում է, բայց ինքը դեռ երկար տարիներ պետք է աշխատի։ Եվ մեր մեծագույն խնդիրն այն է, որ մենք դպրոց այս վիճակում պետք է շարունակի մնալ։ Այդ բանից էլ, այդ ընկալումից էլ պետք է դուրս գանք, դե դպրոցը նորակառուցա, պարզա, հետագայում ինքը պետք է մաշի։ Եվ ինչքան 10 տարի հետո որ գանք, արդեն պետք է ուրիշ ոչ 10 տարի հետո էլ պետք է այս վիճակը լինի։ Եվ մենք ընդ որում եւ բովանդակության առումով լաբորատորիաներում էլ պետք է այդ նույն վիճակը լինի։ Դպրոցի ընդհանուր արտաքին միջավայրը շատ ավելի լավ վիճակում պետք է լինի, որովհետեւ էլ դեռ ցանել ենք եւ չի ծնել եւ սա շատ լուրջ խնդիր է, սա կառավարման շատ լուրջ խնդիր է։ Էլի մենք մեր շինարարներին ամեն ինչով փորձում ենք օգնել, աջակցել, բայց մեր շինարարական համայնքները պետք է ի վերջո էլի առերեսվի, որ ինքը սովորելու, ինչպես մենք, ինչպես ես, բոլորս սովորելու շատ բան ունենք շինարարության ոլորտում, որովհետև նույն աշխատանքի տեմպը այսօր ասցիք ուրախալի էր, որ նախատեսված ժամանակից շուտ ենք ավարտել, դժբախտաբար միշտ չի եւ հաճախ չի, որ այդպես պատահում է։ Հույս ունեմ նաեւ, որ դա որակի հետ կապված ընթացած խնդիրներ չի բացահայտի, բայց մեծ հաշվով այն ստանդարտ ժամանակները, որ մենք ունենք, շատ երկրներում կա, որ ասենք, որ մի դպրոցը մենք կառուցում ենք 2 տարում, 3 տարում կզարմանա մեր վրա, բայց սա արդեն մի փոքր ավելի կառավարության եւ քաղաքականության խնդիր է նաեւ, որովհետեւ մենք խոսում ենք անդադ շինարարության ինդուստրիալիզացիայի մասին, որովհետեւ ինչու է նաեւ ժամանակը երկար ձգվում, որովհետեւ շինարարության ինչքան մեծ հատվածա տեղի ունենում, այնքան ժամանակը ձգվում է։ Այն ինչքան շատ կոմպոնենտներ պատրաստի ուղղակի ինդուստրիայի հոսքագծի վրայից բերվում են, դրվում են տեղում, այնքան ավելի կարճ է տևում ժամանակը, բայց իհարկե խնամքը, օրինակ ես գիտեմ, որ Հայաստանում համոզված եմ, որ բոլորս էլ ունենք շինարար ծանոթներ, բարեկամներ, ընկերներ, որ իրենց տներ գնում ենք, այդտենց առանձնահատուկ զգացում է, որ շինարարի տունը ամեն անկյունը խոշորացույցով նայես, միտեղ մի հատ ծուռ ոչ մեծ լավ կգտնես, ոչ կաֆե, ոչ ճակած որևէ բան։ Դա շինարարի տուն է, միայն շինարարներն են Հայաստանում երջանկություն ունենում նման տներ ունենալու։ Ես ուզում եմ, որ մեր դպրոցները եւ պետական բյուջեի միջոցներից կառուցվող դպրոցները այդ նույն ստանդարտին համապատասխանեն, որովհետև ամենայն հարգանքով, բայց այս տունը մեզնից յուրաքանչյուրի բնակարանից ավելի կարևոր է, որովհետև այս հարկի ներքո է որոշվում ամեն ինչ, երեխաներից յուրաքանչյուրի հետագա կյանքի ընթացքը եւ էլի մեր ուղերձը երեխաներին նույնն է, երեխաներին չէ, բոլորիս նույնն է,
լավ սովորիր, որ լավ ապրես։ Մենք բոլորս պետքա սովորենք եւ մենք պետքա լավ սովորենք։ Եվ իհարկե, ինչքան մարդը մեծանում է, ինչքան հասուն է տարիքը, այնքան սովորելու process-ը բարդանում է, իրականում շատերը մտածում են, որ մարդու ընկալունակության հետ կապված խնդիր է, չէ, դրա հետ չի կապված։ Մարդու կյանքը ամենօրյա ընթացքը միշտ չի, որ հնարավորություն է տալիս, որ մի պահ կանգ առնել եւ կենտրոնանալ սովորելու վրա, որովհետեւ ինչպես առիթ ունեցել եմ ասելու եւ ակադեմիական քաղաքի մեր նախագծի գաղափարաբանությունը դրա հետ է կապված, որ ուսումնառության process-ը ինքը դանդաղ process է, ինքը չես կարող վազքի մեջ շատ բան չես հասցնի սովորել։ Բայց ես չեմ ուզում շատ երկար խոսքով այսօրը նշանավորել, որովհետև ինքը դպրոցը տեղի ունեցողը գույները, պատկերը, երեխաները, դասարանները, լաբորատորիաները իրենք արդեն խոսում են եւ ես ուզում եմ արձանագրել, որ մենք ոչ միայն երեխաներին ասում ենք լավ սովորիր, որ լավ ապրես, այլև լավ սովորելու համար ստեղծում ենք պայմաններ։ Իհարկե մենք խոսեցինք արդեն, որ սա այդ մտածողության այդ բանաձևից էլ պետքա դուրս գա, որ շենքը բացեցինք, ընդունեցինք, վերջ ավարտվեց, ոչ չավարտվեց, որտեղ ընդ որում ցանկացած շինարարությունից հետո ի հայտ են գալիս թերություններ, դպրոցը երեխաներ են, տարբեր իրավիճակներ կարող են լինել եւ մենք պետքա կարողանանք կառավարել շենքը, առաջինը դպրոցը եւ դպրոցի տնտեսական կառավարման այդ մոդելի պատասխանատուները, նախարարությունը եւ մենք պետք է կարողանանք երաշխիքային, երաշխիքային սպասարկման այդ կուլտուրան մեզանում մտցնել եւ դրանից է մեծապես կախված, թե մենք արդյունքում ինչ կունենանք, այս դպրոցը մի տարվա համար չի, ոչ էլ 5 տարվա համար, ոչ էլ 10 տարվա։ Ես չգիտեմ նույնիսկ մենք ստանդարտ ունենք որևէ թե ինչ կա, բայց ինչքան լավ վիճակում, ինչքան լավ կառավարենք դպրոցի գույքը, այնքան ինքը երկար կծառայի եւ անհրաժեշտ է ուղղակի պատշաճ գնալ։ Սիրելի երեխաներ, ուսուցիչներ, սիրելի սասունիկցիներ, համայնք, մարզ, հանրապետություն, շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի առիթով։